Երկի միլիոն ալիխրոս։ Շշշկ։ Իշքանը թե մարդ հեղելա կայնած այ բոզի տաղա, միլիոն անգամ քեզ ծսոնել։ Իսկ հիմա անցնենք ամենագլխավոր հերոսին, Նվերիկ Ծառուկյան, Միրարքյան, այս մասը գեղարվեստական պիտի լինի։ Գագո, ես մի քանի անգամ, ոչ թե մենակ ես, այլ նաև շատերը, ասել ենք, որ դու շատ վատ հայր ես։ Աղջիկիդ բան չունեմ ասելու, որ ասում է երկնային գրասենյակ կպահի։ Բայց քո տղեկի դաստիարակությամբ դու կատեգորիկ չես զբաղվում։ Մի բան է մենակ ինձ զարմացրել, օրինակ ես դեպքը լսելով քո տղու հետ կապված, որ քո տղեն սիրում է սովետական երաժշտություն։ Ես զարմացած եմ։ Բայց սիրում է ում Ալլա Պուգաչովա, եւ ես կցանկանայի, որ այս խոսակցությունը մենք վարենք այն երաժշտության տակ, որի կապակցությամբ մենք այսօր հավաքվել ենք։ Поет Алла Пугачева. Миллион алых роз. Հիմա ասնենք թեմային։ Ուրեմն Գագո, հունվար ամսին, այսինքն այս ամսին, քո նվերիկն որոշում է բնության գրկում գնա միտեղ իր համար լրվի։ Լապի ինչ-որ մի բան։ Վեկալում է ախրաննիքը, էտա պլաշպալատկա վրաներ և ալը, ու բարձանում է Աբովյանի սարերից մեկը։ Պայմանական ընդունենք հատիս։ Բայց դե սարի մեջ վրանային հավաք և ալն ամեն ինչ կա, բայց արվես չկա։ Մուզիկանտն իա ուզը։ Զանգը մասում է երաժիշտներ բերեք։ Զանգը մեր ռաբիս ինչ-որ մուզիկանտներ են գտնում, ովքեր նվագում են, գալում բերում հասցնում են սարը։ Նվագում են խաշլամա, բան, լափանք, մափանք և այլն, մեկը Նվերիկն ասում է, ես ուզում եմ լսեմ այս երաժշտությունը, քո կատարում է մուզիկանտ։ Մուզիկանտն ասում է, բայց ես վլե երգող եմ, կապուտ աշեր, սև աշեր, ես ինչ Ալլահ Պուգաչովայ, յա, այդեմ է Սուլթան Նվերիկն, ասում է խերրի գլող, դու տեղը չես բերն, հլմ գալում մոտենում է մեր մուզիկանտին, հանում է զենքը, դնում է մուզիկանտի գլխին, ասում է մոժե ծաշլատի սումո, այ բոզի տղա, երկի միլիոն ալիխրոս, շշշկ, և ով հրաշկ, եմ որ ասում է, շատ հարցեր լուծում է ընդամենը ատրճանակի զարիժատ անելով, ավելի կարճ այդ տևում, քան թե մի 5 ժամ բանակսելը, և ով հրաշկ, ընկեր մուզիկանտն սկսում է երգել Ալլա Պուգաչովա միլիոն ալիխրոս Ռայմոնդ Պաուլս երգը գրվել է 81 թվականին ես չգիտեմ ինչ կատարումով է երգում ինչ վոկալ տվյալով այդ խեղճ մուզիկանտը միլիոն ալիխրոս բայց քո Նվերիկը մնում է դավոլնի և երաժշտական խումբը հավատային գործիքներ փողային Լարային սկսում են նվագել այս հաճելի երաժշտությունը։ Ես ուզում եմ հասկանալ Ռուզիկ, մեր Նվերիկը, այդ որտեղից այդ սերը, այս գյոզալ երգի նկատմամբ միլիոն ալիխրոս։ Ես հետ չգիտեմ։ Եվ իր շնորհակալություն բարձր երաժշտական կատարմամբ, Նվերիկը սանում է 20,000-անոցի պաշկեն, ինչքան է մեջ 2 միլիոն դրամ, ու շաղատարը մուզիկանտի գլխին։ Շաբլա, կարատկա, այս երգի տակ, ընկեր Նվերիկը, 2 միլիոն դրամ, լցեմ մուզիկանտի գլխին, բայց մուզիկանտի տերն արդեն եղե մորմաշ, զենքը գլխին պահես ասես երգի բոզի տղա միլիոն ալիխրոս, դա այս հետո կուզես դոլարնի դու, կուզես դրամնի դու, շաքարային դիաբետը եկե դուրը ծեցելա, ասելա ես ձեր տանն եմ, վայելենք, հիմա այս խեղճ մուզիկանտն, որ բետ պերենոս, ինչն են կանի Գագո, խաբար ես, ասեմ, ընդհանուր ծախսը կազմել է 3 միլիոն, ասիկան 2 միլիոն մենակ այդ երգի համար, ոնց հասկանեմ 1 միլիոն էլ ընդհանուր գալու համար, բայց հարցը գիտեք ինչ շում է կարան, որ այդ տղեն,
Ես իմ որտեղ ես կարացել այս երկը երկի, չիմանալով, մտերա թապոված և ինտերնետը մտե ինչ արել ու բարտեսելա ու սկսելա երկել։ Ու ամենահետաքրքիրը նա է, որ այս երկի տակ իրենց խորը հոգեբանական, էմոցիոնալ, էսթետիկական հաճույքն ավայել է նաև մեր նվերիկի ախրանան։ Հələ դու թես ինչ կատարում, գագո, միլիոն ալիկրոս այդտեղը, նվերիկը ինչ բարձր ճաշակ ունի, դա մել խլեց չեմ անում։ Պրևրացիլ ծվիտի, հիմա առաջանում է հարց։ Ինչ ենք անել գագո, հա։ Ես ուզում եմ հասկանամ դու, ես ինչ ես դաստիրակի այդտեղը։ Ինչ անշանակում զենքը դնել մուզիկանտի գլխին ասել երկի միլիոն ալիկրոս։ Են Հարիվուդից եկել մարդը վլե է երկում, չէ։ Մլե, չգիտեմ, սև ոչ է, և այլն։ Էդի ու ռաբիզ, ու հետաքրքիր է։ Հետո ասում են ազգի մեջ տաղանդները պակասել է։ Դուք պատկերացնում եք մեր ցանկացած երաժշտի, դեկալ ես բերես ինչ-որ մի հատ բան ղրկելուց առաջ լույս միջոցառման զենքը դնես քյալին ասես դավայ բոզի տղա կամ դավայ գանդոն դավայ ինչ այս երկը պիտի ազնավուր պիտի երկես Մոնսերատ Կաբալիե մարդիկ ալեկը երկեն Են որ Ստալինը, որ վեկալ է գրել, ասել էր ֆուտբոլի կամանդին ասել, օլիմպիադա ղրկելուց, գրել էր, եթե ոսկի չբերեցիք, գնում եք ոսկի բանանեք, արդյունահանեք այդ հանքերից, будете добывать золото, Սիբիր, գուլակ, հիմա իսա, ինչ անեն գագո մենք քյոխ հետ, ու այսքանից հետո, գագո դու ուզում ես մտնես քաղաքական դաշտ, հələ մի հատ էլ ուզում ես գաս ընտրությունների, ֆուտբոլիստ ես բերեմ, ֆուտբոլիստ ես տանեմ, ես ինչ ես անում, Ես ուզում հասկանամ, դու ուր ես մտնում նախընտրական պայքարի մեջ, գագո։ Դու մի հատ նվերիկ չես կարում դաստիրակես, այդ տղա, են մեծը նվերիկը նարկամանա, փոքրդ ալկոգոլիկա։ Ես ուզում եմ հասկանամ, դու ոնց ես մտնում քաղաքական դաշտ, եթե դու մի հատ նվերիկ չես կարում դաստիրակես, ով բանակ չի ծառայե, բայց զենքը վրենա, զենքին էլ տիրապետում, մի հոգու էլ կյանքի զրկելա, ագին մարդու էլ դուլեղ եւ այլն, այսքանից հետո էլ զենքը դնը մարդու գլխին ասում է երկի միլիոն ալիխրոս, հələ մեռածի ճաշակը նայի։ Հա Այդքան ախրանա տողու տակխի ես դրե, որ ինչ, ով է քո իմբիցիլ տողու կարոտ, ասկի վերև, ախր, ես հազիվ եմ զսվում, ինձ որ քեզ չեմ կրվում, ես քեզ ուզում եմ հարստամ, ուր ես դու նորից գալի, դու արդեն բոզի տղու կվուր մի անգամ կերար, զատնի դրիշ, այսքանից հետո դու ինչ երեսով ես գալի, ես հասկանում եմ, որ Ռուսական կոմը, Մելարուսիա վզի դրել են ասել են պիտի մտնես քաղաքական պայքարի մեջ։ Դրա համար ես մտնեմ։ Գալում ես Գագոծարոկյանը բարյա, Գայիկցարոկյանը ձեր հետա։ Էդել է դուր էդ ապուշի իմբիցիլի օլիգոֆրենիկի դեմքով։ Նորից քեզ թվում է նորից պիտի գաս մտնես ժողովրդի մեջ։ Ինչքան սպանություն, ինչքան բռնաբարություն, այսքան արու։ Օրը մի բան եթե միտվրով լսում եք, ուր ես գալում այդ տղա։ Դու ինչ ես ուզում որ եկե անեմ կայտարակ։ Դու ինչի ակուզես որ սաղ առինչ գամտնի քյոտուն։ Հա, գագո։ Կանչի եթմից, կանչի հիմա նվերիկին ասան նվերիկ, դնեմ նվեր բենիտ, սարի գլխին միլիոն ալիխրոս ես լսում, այ բոզի տաղա, հա։ Մարդու գլխին զենք քաշելը որն է։ Ու հանգարց չմտածեք որ այդ մուզիկանտներն են ասել, գլխանց ասում եմ, իմ էլ չբրեն այդ մուզիկանտերին գյուլեն։ Մուզիկանտներս դե նիպրի չոմ, ասեմ քեզ իմանաս գագո։ Ատեղ ներկաներից փարկացո այդ կոտողու թայֆի մեջ կան մարդիկ, որոնք որ ունեն քաղաքացիական պարտքի զգացում։ Հասկանում են ի հանուն փողի եկել են տղուտ ոռը պահամեն, բայց այդ մարդիկ տերում են որ տղետ բոզի տղա է։ Դիգին Ջավահիրի նկատմամբ ոչ մի վատ բան ես չունեմ, նամուսով կնի կա։ Բոզի տղա, այսինքն քո տղա, չէ որ դու բոզ ես։ Վերջո, ոստիկան նախկին։ Չլնենք աբղադիտ, հետո գագո։ Այսքանից հետո ես ուզում հասկամ, դու ոնց ես հանդիպելու քո ընտրողների հետ։ Դու ոնց ես ուզում դուրս գաս Աբովյան, Առինջ, Ջրվեժ, երբ որ վախի սարսափի մտնոլորտատիրում, երբ որ այդ սաղ Ջրվեժի, Առնջի, Կոտայքի մարզի հողերը զավթել ես, Վարդենի Սախարան զավթել ես, այդքան մարդկանց գլուխ կերար, այդքան մարդկանց ունեցված խլիր, հեսա էս էլ բան վրադիր ես Խանդանյան եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, այսքանից դու ոնց ես ուզում, ու քո կարծիքով ես քեզ պիտի թույլ տամ, դու մտնես քաղաքական դաշտ նորից, հա։
Ինչքան է որ Բելարուսյան ընկեր Լուկաշենկոյի բոզնես ասում է պիտի մտնես որ ռուսական կողմ ապահովված լինի պարլամենտում ու ռուսներն այնքան դեբիլ են վերջի վերջո որ չհասկացան Գագոն ձեն չունի Вот я уже миллион раз повторяюсь, российское посольство в республике Армения абсолютно не работает. Абсолютно. И все сводки, которые идут Москва-Кремль, идут неправильно. У Гагика Царукяна нету шансов набрать даже 2%. Բայց ուրես մտնեմ Գագո։ Հա? Դուք տարիքդ առել ես, այդքան լափել ես, այդքան թալանել ես, պետության հերը անիծել ես։ Գնա նստի, լափածդ վայելի մինչև մի օր կգա մի հատ խելքը գլխին մարդ, քեզ տղուտ, այն մի տղուտ կվեկալի կրգի համապատասխան վայր։ Ամբողջ գույքն էլ կպետականացվի։ Այդ քո դվարեցնել սարքելու են նախագահական նստավայր։ Բարձ ասեմ, հիմիկվանից պետական դվարեց։ Ընդունելությունների տուն, պրծավ։ Մեռանք ասելով քեզ, մեռանք բացատրելով, որ քո անդաստիրակ նարկաման տղու գամերը քաշի։ Դու չես կարող հասկանաս։ Զենք տնես մարդու գլխին երկի ասում է միլիոն ալիք, միլիոն անգամ, իշքանը թե մարդ հեղելա կայնած, այ բոզի տաղա, միլիոն անգամ քեզ ծսոն են, միլիոն ալիք ռոզ, երկի տակ։